մարդկանց հրելով, կարծես թե եկել էին եկեղեցին ազատել։ Այս քարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարել։ Եթե չապաշխարենք և իսկապես չանդրադառնանք այս ամենին, ինչ որ կատարվում է հիմա մեր երկրում, մեր երկրի և մեր ժողովուրդը կարող են հոգևոր տեսանկյունից բազում վատ բաներ։ Հայոց եկեղեցին ի վերջո, տեսեք, Հայոց եկեղեցին մնացել է վերջին հրամատը մեր պետականության։ Եթե այս հրամատն էլ հանձնենք թշնամիներին, ապա լինելու է հայոց երկիրը այսօրը, բայց այստեղ լինելու են ոչ հայեր։ Եվ մենք լսելու ենք չուտական արժանի ձայնը։ Եթե այդ է նպատակը և մեր ժողովուրդը համակարծիք է և չի ուզում պարզապես իր արդար ձայնը բարձրացնել, ապա շատ հրմունք է։ Ինչ պետք է անի հավատավոր ժողովուրդը։ Առաջին հերթին պիտի կանգնի եկեղեցու կողքին և եկեղեցականներին իր արդար վրդովմունքը արտահայտելով այն ամենի հանդեպ, ինչ որ հիմա կատարվում է։ Սա իսկապես մեր, չգիտեմ, սա մեր ազգային խայտառակությունն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նման կերպ վերաբերվել են մեր թշնամիներին։ Եվ ցավալիորեն մարդիկ կան հատկապես սուրբ ցանցերում, որ մեծ հրճվանք են անում։ Կարծում եք նրանք իրական մարդիկ են, մենք շատ-շատերին ենք ստուգում։ Այդում մեր վրա հարձակում գործածներին նրանք կարծում են նոր բացած էջեր են և մեզ այսօր չի հուսահատեցնում այդքան էլ և ոստիկանների վարքագիծը ի վերջո նրանք եկեք անկեղծ լինենք, նրանք նահանջեցին։ Գուցե նահանջի հրաման ունեցան, բայց ամեն դեպքում մենք տեսել ենք շատ ավելի դաժան բյուրներ, որը փառք Աստծո չկիրառվեց հոգևորականության նկատմամբ, որտեղ երբեմն այդ խայտառակ տեսարանները եղել են քաղաքացու Ազից էլ պարզ է, որ եկեղեցը հալած այս քաղաքականության ինչ-որ մի բանի դրսևորել են, որը նախեցան։ Պարզապես ունեն հասկանալ, թե ինչպես պիտի վերաբերվեն հոգևորականները և ժողովուրդը, այս մարդը ոչ կարծում եմ մեր ժողովուրդը համոզված, որ մենք ունենք ամուր նախանձախնդիր արժեքների հավատարիմ և երկության պահապան, որոնք կանգնեցին և թույլ չտվեցին, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից որևէ հոգևորականի ձեռնարկատեն կամուկ տանեն։ Իսկ ինչ վերաբերում է դեսպրոֆիլներին, այո, դրանք շատ են, բայց նաև դժբախտաբար կան իրական մտածողություն անհասկանալի։ Այսօր ես իմ անձնական էջերից 53 հոգևորական պրոֆիլ եմ։ Սա նշանակում է, որ մեր թշնամիները հիբրիդային պատերազմը շատ հետևում են այն ամենին, ինչ որ կատարում է, սա նաև միջազգային տեսանկյունից մեծ սկանդալ է, որովհետև եկեղեցին վերջո ոչ միայն նրա իշխանությունը տարածում է Հայաստանի Դուք ուրիշ որտեղ եք տեսել, որ իշխանությունը հարձակվի իր հոգևոր իշխանության վրա։ Որտեղ եք տեսել այս խայտառակությունը, որևէ երկրում։ Սա Փաշինյանի երազած աննախադեպը մեկ եկեղեցական պատմության մեջ ամենաողբերգական միջոցները և հետագայում նաև մատենագիրները արձանագրում այս խայտառակությունը։ Չգիտեմ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ եկեղեցական, որպես այս կամուրջը։ Այս ուժային կառույցների համար տեսեք, ուշադիր նայեք դեպքերը կախ ընկած, անհասկանալի հայացքով, այո, բայց սխուր է այս ամենը։ Սկզբում փորձեցին գործել, բայց հետո երևի խիղճը հաղթեց կամ բարոյականությունը։ Այսօր ինձ մի ոստիկան մոտեցավ, դեմքը ծածկած և ասաց, որ ինքը ինչ ճանաչում է հաստատին, ասաց, որ ներողություն ակնկալում ես ամաչում է, բայց մենք այլ ոչ չենք։ Սա եկեղեցու հեղինակության վրա որևէ կերպ Կարծում եմ եկեղեցու հեղինակությունը այնքան բարձր է, որ հակառակը սա հակառակ ազդեցություն է ունենալու և մարդիկ համախմբելու են եկեղեցու շուրջ, բայց մենք ազգովի խայտառակ ենք եղել ամբողջ աշխարհում։ Եթե դուք նայեք միջազգային լրատվամիջոցների խորագրերը, դրանք ուղղակի ամոթ են։ Եվ դու նայում ես, որ երկրի ղեկավարությունը, որոնք ամեն վայրկյանը պետք է օգտագործեին մեր պետականությունը զորացնելու, մեր անվտանգային խնդիրները լուծելու 15 րոպե մեծ տաղություն պետությունը չի ղեկավարում ստատուսները։ Սա մեր ողբերգություններից մեկն է։